Նյուզայմի եթերում էքսպերտ հաղորդումն է, բարև ձեզ, իմ զրուցակիցն է Երևանի պետական համալսարանի օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոնի ղեկավար, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Մուշեղ Ռաֆայելյանը։ Այսօր կխոսենք օպտիկական տեխնոլոգիաների մասին, որը ժամանակակից գիտական կարևորություններից մեկն է, կխոսենք զարգացման ներկայիս միտումների մասին։ Շնորհակալ եմ պարոն Ռաֆայելյան հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչպես կբնորոշեք օպտիկական տեխնոլոգիաների դերը այսօր գիտության զարգացման գործում եւ ինչու են համարվում ապագայի ուղղություն։ Ես կասեի ոչ միայն ապագայի, հենց ներկայումս տարբեր տեխնոլոգիական ոլորտներում արդեն օպտիկան կիրառվում է, ինքը համարվում է ամենախոստումնալից ուղղություններից մեկը տեխնոլոգիայում իր էներգախնայողության, իր արագագործության եւ այլ հատկություններից ելնելով ու այս պայդրությամբ անգամ արդեն բազմաթիվ ուղղություններով արդեն օպտիկան սկսել է կիրառվել տարբեր տեխնոլոգիաներում։ Այսօր շատ են խոսում տեսնող մեքենաների մասին, ինչպես է ստացվում, որ լույսը օպտիկական համակարգերի միջոցով արհեստական բանականությանը օգնում է տեսնել աշխարհը։ Հիմնական տեսնելու գործիքը օպտիկայում այդ տեսախցիկներն են։ Արհեստական բանականության համար ամենակարևոր գործիքներից մեկը հենց արտաքին աշխարհի հետ շփվելու գրանցող սարքերն են, ոնց որ տեսախցիկն է, այսինքն ինքը տեսախցիկի միջոցով շատ տվյալներ է կարողանում հավաքի ու դրա միջոցով արդեն կարողանում է դատողություններ անտարբեր, այսինքն տեսախցիկը եւ այլ գրանցող սարքերը դառնում են արհեստական բանականության աչքերը այդ կոնտեքստով որ նայենք։ Ինչպես եք պատկերացնում արհեստական բանականության եւ օպտիկայի համատեղ զարգացումը առաջիկա տասնամյակի ընթացքում։ Օրինակ հենց այդ մեկը որ ասեցի, ինքը օպտիկան կարող լինի արհեստական բանականության աչքերը օրինակ, այսինքն օպտիկայի միջոցով ինքը տարբեր բաներ կարողանա գրանցել։ Նաև օրինակ մենք օգտագործում ենք մեր լաբորատորիայում օպտիկան, լույսը կառավարելու միջոց որպես տարբեր բարդ համակարգեր կառավարելու միջոց, այսինքն ինքը ոչ միայն համակարգը ստուգելու դրանից ինֆորմացիա ստանալու մասով կարող օգտակար լինել, այլ նաև համակարգի վրա ազդելու, համակարգը փոխելու եւ կոնկրետ որոշակի ուղղություններով ազդեցություն գործելու համակարգի վրա։ Արհեստական բանականությունը իհարկե ոչ միայն դատողություններ անելու համար է, այլ ապագայում հատկապես որոշակի գործողություններ անելու համար է լինելու այդ կոնտեքստում։ Ինչ գործողություն է վերլուծելուց բացի տվյալներ հավաքագրելուց։ Ես պատկերացնում եմ, որ ապագայում արհեստական բանականությունը գնալով ավելի շատ նմանվելու է ոնց որ մեր կողքի մարդիկ, այսինքն մարդիկ ոնց են դատողություն են անում, դրանից հետո հետևում է իրենց գործողությունը, այսինքն դրանից հետո հետևելու է ինչ որ գործողություն, որ պետք է անեն, կախված ոլորտից։ Նայած ինչ ոլորտը ու այդ գործողություններից մեկը կարող է նաև օպտիկայով։ Խնդրեմ պատմեք Երևանի պետական համալսարանի օպտիկայի եւ ֆոտոնիկայի կենտրոնի մասին, ինչպես այն ստեղծվեց եւ ինչ նպատակների այն ծառայում այսօր։ Կենտրոնը վերջերս է ստեղծվել 2025 թվականի կեսերին։ Կենտրոնի նպատակը նախ եղել է միավորել մեր ԵՊՀ-ում գործող օպտիկայի եւ ֆոտոնիկայի ոլորտի բոլոր լաբորատորիաները մեկ տեղում, արդեն տասնամյակներ գործող լաբորատորիաները, նորագույն լաբորատորիաների հետ միասին մի կենտրոնում ու համադրել բոլորի հետազոտական ուղղությունները, հետազոտական ոլորտները մի հարթակում, կիսվել մեր հետազոտություններով, մեր հետազոտական սարքերով եւ այլն։ Երևի մինչև վերջերս լաբորատորիաները զուտ ֆիզիկական առումով ավելի իրարից հեռավորության վրա են գտնվում։ Իհարկե ԵՊՀ-ի մասշտաբներով կամ ինստիտուտների մասշտաբներով այդ մեծ հեռավորություն չի, բայց ամենօրյա հետազոտությունների ժամանակ որպեսզի աշխատանքի կազմակերպում ավելի արդյունավետ լիներ միացած։ Ամենօրյա հետազոտությունների ժամանակ օրինակ լաբորատորիայում ինչ որ նմուշ ես վերցնում, շատ հարմար է մտնես հենց կողքի սենյակ ինչ որ մանրադիտակով բան նայես, հետո մյուս սենյակը մտնես մեկ այլ բան անես, այսինքն այդ առումով առնվազն օպտիմալացնում է
հետազոտական աշխատանքը, հետո կարծում եմ բոլորիս հնարավորությունները միտեղ բերելով ավելի էֆեկտիվ է դարձնում։ Իսկ ինչպես եք փորձում ժամանակակից տենդենսներին համապատասխան կազմակերպել ձեր աշխատանքը, հաշվի առնելով, որ օր-օրի զարգանում են տեխնոլոգիաները, օպտիկական տեխնոլոգիաների մասին հատկապես խոսքը, այս ուղղությամբ Հայաստանը զարգացման ինչպիսի փուլում է այսօր։ Դե ամենակարևորը այդ տենդենսների մեջ մնալու հետազոտությամբ, ակտիվ գիտական հետազոտություններով զբաղվելն է։ Տեխնոլոգիաները շատ կարևոր են, բայց տեխնոլոգիաները հաճախ հիմնված են լինում մի քանի տասնյակ տարի առաջ ստեղծված գիտական արդյունքների վրա, լավագույն դեպքում մի քանի տարի առաջվա, իհարկե դա վատ չի, բայց որպեսզի այդ ճակատի հետազոտական գիտական այդ ոնց որ ֆրոնտում լինես, շատ կարևոր է, որ ակտիվ հետազոտությամբ զբաղվես, որովհետև հիմա այնպես են դրված ստանդարտները գիտական հետազոտությունների, որ ուղղակի չես կարող հաջողված գիտնական լինել ու ինչ-որ նորագույն արդի բաներով չզբաղվել, ուղղակի չես կարող լավ ամսագրերում հոդվածներ տպել, արտասահմանյան գիտնականների հետ համագործակցություն անել եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ մթնոլորտը այնպես է, որ ավտոմատ պետքա ավելի ակտիվ լինես ու նորագույն գիտական ուղղություններով զբաղվես։ Մեր լաբորատորիայում, օրինակ, արդեն մի քանի օր առաջ հետազոտողներից մեկը նոր գիտական ծրագիր ստացավ ու այս պահին մեր լաբորատորիայից կարող եմ ասել, որ առաջացել է 5 մեծ գիտական ծրագիր, որը ներկայումս գործում է։ Մի քանի այլ ծրագրեր են եղել, որոնք ավարտվել են, բայց այս պահին ունենք 5 գիտական ծրագիր։ Կարող եք նշել հետաքրքիրները, այսպես մի քանիսը։ Որոնք հետաքրքիր են։ Հիմա որ ինչ-որ մեկը չնշեմ, հաստատ մեր գիտնականներից կնեղանան։ Կարամ հերթով նշեմ։ Նախ առաջինը իմ գիտական ծրագիրը նշեմ, որովհետև ես էլ մեր կենտրոնում առանձին խմբի ղեկավար եմ։ Գիտական ծրագիրը օպտիկական հաշվման ոլորտում է։ Օպտիկական հաշվումը իրանից ինչ է ներկայացնում։ Այ որ ասում եք արհեստական բանականություն, հաշվարկներ եւ այլն, մենք այդ նախագծի, այդ գիտական պրոյեկտի շրջանակներում ուզում ենք ստեղծել ներկայիս համակարգիչներին այլընտրանքային, այլ հաշվողական սարք, որը որ կարողանա ներկայիս եղած համակարգիչներից շատ ավելի արագ ու ավելի էներգախնայող ձևով հաշվարկներ անել, ներառյալ արհեստական բանականության ալգորիթմեր աշխատացնել, տարբեր բարդ խնդիրներ, օպտիմիզացիաներ անել եւ այլն։ Խոսքը այդ ֆոտոնիկ չիպերի մասին է, որոնք պետք է փոխարինելու կան միկրոէլեկտրոնիկային։ Մոտավոր դրա նման, այսինքն օրինակ, այո, միկրոէլեկտրոնիկան կամ այլ էլեկտրոնիկ չիպերը, որոնց հիման վրա արհեստական բանականության խնդիրներ են լուծվում, կարող են փոխարինել արդեն իրենց օպտիկական համարժեքներով, բայց մենք մի քայլ էլ առաջ ենք ավելի աշխատում, այսինքն մեր նպատակը ստեղծելն է ավելի դինամիկ անալոգ համակարգ, ինքը նման չի լինելու ձեր պատկերացրած համակարգչային ոնց որ չիպերին կամ պլատաներին։ Ձեր պատկերացրած համակարգչային սարքերը իրանք ոնց որ пассив սարքեր են, չէ՞։ Իրանք ինչ որ ասում ես, այս հաշվարկ կարա ինքը անում է, ինչ որ խնդիրները կոնկրետ դնում ես։ Այսինքն սահմանափակ են իրենց հնարավորությունները։ Իրանք որոշակիորեն ավելի պարզ սարքեր են։ Այդ պարզության շնորհիվ իրանք շատ ճշգրիտ են, բայց իրանք համեմատաբար պարզ են, քան օրինակ մարդու ուղեղը, չէ՞։ Օրինակ համակարգիչների համեմատությամբ մարդու ուղեղը շատ ավելի դժվարությամբ մեծ թվերի բազմապատկում կանի, այդ ճշտության առումով ինքը խնդիրներ կունենա, բայց այլ շատ խնդիրներում ինքը ավելի արագ, ավելի քիչ էներգիայի ծախսով կարողանա խնդիրները լուծել։ Մեր մոտեցումը ավելի մոտ է լինելու իրական կենսաբանական բանականությանը, այսինքն որոշակի դինամիկ սարքեր են ստեղծվելու օպտիկական համակարգերի հիման վրա, որոնք իրանք այսպես ասած արհեստական, բայց որոշակիորեն մտածող արհեստական բանականություններ են, որոնք կարող են խնդիրներ լուծեն։
ու մենք այդ ուղղությամբ ենք աշխատում։ Դա Հայաստանի համար կլինի հեղափոխական նշանակություն ունեցող գիտական այդ ընդհանրապես աշխարհի համար կլինի հեղափոխական նշանակություն ունեցողը, որովհետև մինչև այս պահը չի ստեղծվել ինչ որ անալոգ համակարգ, որը բազմաֆունկցիոնալ, արհեստական, գերճշգրտությամբ նաև, չէ՞։ Գերճշգրտությունը նայած ինչ առումով ենք նայում, գերճշգրտությունը այդքան շատ կարևոր չի, օրինակի համար թվերի ճշտությամբ միջև 16 նիշ թվերի ճշտությամբ օրինակ կարողանա հաշվարկներ անի, ոնց որ մարդու ուղը չի կարողանում անել, բայց այլ առումներով ինքը ամենակարևորը, որ անգլերեն ասում ենք scalable, այդ համակարգերը իրանք scalable են լինում։ Այդ ինչ է նշանակում, երբ որ խնդրի բարդությունը մեծացնում ես, այդ համակարգները չեն միանգամից դժվարանում ու շատ մեծ ժամանակ ծախսում խնդիրները լուծելու համար, ոնց որ մարդու ուղեղն է։ Եթե ձեզ, չգիտեմ, փոքր նկար ցույց տամ 5 սանտիմետրի 5 սանտիմետրի վրա, ինչ որ մարդու նկար ցույց տամ, դուք դրա վրա համարյա նույն ժամանակը կծախսեք ճանաչելու համար, քան ձեզ ցույց տամ 5 մետրի 5 մետրի վրա նկար։ Այդ մոտավոր օրինակը, որ պատկերացնեք մարդու ուղեղը ինքը ավելի մասշտաբայնեցվող է մեծ խնդիրների նկատմամբ, այսինքն ավելի scalable է, իսկ նույն համակարգչին, եթե օրինակ նկարի չափերը կամ խնդրի բարդությունը մի քանի տասնյակ անգամ մեծացրեցիր, կարող է ինքը մի քանի 100 անգամ ավելի շատ ժամանակ ծախսի, այսինքն ինքը մի հատ շատ արագ ձևով սկսում է մեծ ռեսուրսներ ծախսել, դրա համար հիմա չնայած նորագույն տեխնոլոգիաները, Nvidia-ն, GPU-ները իր շատ առաջ են գնացել, բայց իրանք նաև շատ մեծ էներգիաներ են ծախսում։ Մի ամբողջ ատոմակայանի չափ էներգիաներ են ծախսում մեծ սուպեր համակարգիչները։ Այդտեղ այդ ֆունդամենտալ խնդիրը կա, որ այսինքն ստեղծել է էներգախնայող համակարգ։ Այո, էներգախնայող ու նաև արդեն բնականաբար դառնում է ինքը ավելի հզոր, որտեղ եթե էներգախնայող է ու ավելի կոմպակտ է, այդ նշանակում է դու կարող ես ավելի մեծացնել այդ համակարգչի հզորությունը ու ավելի մեծ հզորություններ, ավելի մեծ ռեսուրսներ գեներացնես, ավելի մեծ ու ավելի դժվար խնդիրներ կարողանաս լուծել։ Այդ իմ հետազոտական ուղղությունն է։ Մյուս ուղղությունը ըստ ժամանակագրության գնամ ուրեմն։ Մեր 5 ծրագրերից ամենահինը Սարուխանյան Տաթևիկի ծրագիրն է։ Ինքը գիտության կոմիտեի հեռավար լաբորատորիաների ֆորմատով ծրագիր է, որ ինքը նախատեսում է, որ արտասահմանյան ղեկավար նույնպես կա պրոյեկտում։ Մեր այդ ծրագրի արտասահման ղեկավարը Բրյուսելում է, ղեկավարները Հեյդին ու Տիգրանը Բրյուսելում են, իսկ ծրագիրը ինքը երկֆոտոն պոլիմերիզացիայի դրանց միջոցով ստեղծող չիպերի վերաբերյալ է ու դրանց հենց կիրառական ուղղությամբ զարգացման վերաբերյալ է։ Պարզ եթե խոսենք ինչ է դա ներկայացնում։ Ուրեմն հենց չիպերի մասին որ ասում եք, այդ չիպերը ինչպես են արտադրվում, տարբեր տեխնոլոգիաներ կան, այդ տեխնոլոգիաներից մեկը նաև երկֆոտոն պոլիմերիզացիան է, ինքը մի քիչ ավելի պարզ լեզվով ասած, լազերի միջոցով, երբ որ լազերը ֆոկուսացնում ես կետ առ կետ, կարողանում ես տարբեր փոքր կառուցվածքներ տպագրել։ Իսկ ինչի համար է կոչվում պոլիմերիզացիա, որովհետև լազերը ֆոկուսացվում է նախապես հեղուկ միջավայրի մեջ, ինքը կոչվում է ֆոտոռեզին, բայց ինքը լույսի նկատմամբ շատ զգայուն է, որ լոկալ տարածքում լույսը ֆոկուսացվում է, այդ տարածքը պոլիմերիզացվում է։ Իսկ մնացած մասը, որ մաքրես, այսինքն մնում են հատվածները, որտեղ որ դու կետ առ կետ պոլիմերիզացրել ես։ Պրոցեսը յանից ենթադրում է, որ պետք է ունենաս եռաչափ stage, այսինքն 3 ուղղություններով շարժվող ինչ-որ համակարգ, որի վրա ամրացված է լազերը, օբյեկտիվը, նմուշը դնելու տեղ կա, ենթադրում է, որ պետք է նաև աշխատես ճիշտ նմուշի պատրաստման վրա, այսինքն որոշակի քիմիա կա, ինժեներինգ կա, այսինքն էլեկտրոնիկայի հետ ես աշխատում, ու վերջնական նպատակը տարբեր բարդ կառուցվածքներով, օպտիկական չիպերը մի ուղղությունն է, բայց ընդհանրապես օպտիկական համակարգեր, կառուցվածքեր ստեղծելն է, որ տարբեր կիրառություններ կարող ունենան։ Ներառյալ հենց օպտիկական հաշվումը կամ այլ ուղղություններ։ Կոնկրետ այդ ծրագրում շեշտը դրված է այսպես ասված սերս հարթությունների վրա, որն յանց ենթադրում է, որ հատուկ
տեսակի հարթություն է, sense խորթուբորդ տեսքով, որը հնարավորություն է տալու ավելի նուրբ դիագնոստիկա անել կենսաբանական օրգանիզմների։ Հիմա օրինակ եթե շատ ինչ որ նախնական շրջանում հիվանդություն ինչ որ մեկը ունի, ուզում է գնա ախտորոշվի, հաճախ պետք է մեծ կլինիկաներ գնա, որ մեծ սարքերով կարողանան ստուգեն, որ շատ փոքր ինչ որ տոկոսայնությամբ ինչ որ օրինակ հեմոգլոբինը գտնեն արյան մեջ։ Ու այդ առումով ստեղծվում են նոր գրանցող սարքեր ու նոր չափման ձևեր, որոնք ուժեղացնում են այդ եկած ազդանշանը։ Դրանցից մեկը է այսինքն գերզգայուն սարքավորումների մասն է խոսքը։ Այո, ինքը գերզգայուն, ինքը պլատֆորմա ստեղծվում օպտիկական չիպի նման, որի վրա արդեն այդ նմուշը դնելով բիոլոգիական ինքը շատ ավելի մեծ ազդանշան է գեներացնելու։ Ստացված տվյալների ճշգրտությունն է ավելի մեծանում։ Այդ կիրառություններից մեկն է ու մեր նպատակը հենց այդ ուղղությամբ տեխնոլոգիայի գնալը չի, բայց պրոյեկտը պատրաստելուց պետքա մեր ստացած արդյունքները ինչ որ մի ուղղությամբ փորձենք վալիդացնել ու այդ ուղղությունից որպես հայտնի ուղղություն դա ընտրեցինք, այսինքն երրորդ տարվա կարծեմ մոտ պլանավորված է, որ մենք արդեն պետք է ունենանք այդ չիպերը ու կարողանանք արդեն հայտնի կենսաբանական նմուշների վրա, որոնց համար իրանց կոմպոնենտները արդեն բնութագրված են, գիտենք ինչքան տոկոս են կազմում եւ այլն, դրանց վրա տեստավորենք ու ցույց տանք, որ ինքը բավարար աշխատում է։ Իսկ մեծ հաշվով այդ պլատֆորմը ինքը նպատակը ունի, որ աշխատի մեր ամբողջ կենտրոնի համար, որ ապահովի տարբեր գիտական ուղղությունների համար տպագրված օպտիկական համակարգեր, թե օպտիկական նկարահանման, թե օպտիկական հաշվման, թե օպտիկական communication-ի եւ այլն, տարբեր ուղղություններով։ Քանի որ օրինակ որպես նշեցիք առողջապահության ոլորտում կիրառման հետ կապված, օրինակ օպտիկական համակարգերը ինչպես կարող են փոխել ախտորոշման մեթոդները, ինչպես նաեւ բուժման մոտեցումները։ Իրանք հիմա արդեն փոխել են։ Եթե համեմատենք տասնամյակներ առաջ, այո, փոխվել են եւ ինչպիսի տենդենսներ կա, այսինքն մինչեւ ուր կարող է հասնել։ Հիմա կլինիկաներում կգտնեք բավականին թանկարժեք մանրադիտակներ, որ շատ գիտահետազոտական լաբորատորիաներ երազում են ունենան, կամ տարբեր թանկարժեք լազերներ եւ այլն։ Այսինքն հիմա հենց այս պահին կիրառվում են տարբեր սպեկտր չափող սարքեր, որոնք կարողանում են սպեկտրների միջոցով ստանալ նյութի բաղադրությունը, կոմպոնենտները, տարբեր սպեկտրոչափեր հիմա արդեն լայնորեն կիրառված է։ Այդ ուղղությամբ վստահ չեմ, որ այտենց լավ պատկերացնում եմ ոնց կզարգանա, բայց վստահ եմ, որ ընդհանուր շատ մեծ դեր կունենա օպտիկան։ Օրինակ հնարավոր է մոտ ապագայում հենց օպտիկական համակարգերի միջոցով ուղեղի հետ ուղիղ շփում լինի առանց ներթափանցելու։ Գիտական ուղղություն է հիմա, ակտիվ գիտական ուղղություն է, իդեպ մեր կենտրոնում Հակոբյան Մարգարիտը ինքը մեկ այլ հեռավար լաբորատորիայի լոկալ ղեկավարն է ու ինքը աշխատում է մեր հայազգի գիտնականներից մեկի Տիգրան Գալստյանի հետ, Կանադայի Լավալի համալսարանի պրոֆեսոր, ու Տիգրան Գալստյանը արդեն տարիներ շարունակ զբաղվում է այդ ուղղությամբ ու ոչ միայն գիտական, այլ նաև կոմերցիալ առումով ստեղծում են այսպես ասած ֆայբերներ, շատ փոքր ոսպնյակներ, դրանց վրա որ կարողանան ուղեղի վրա նկարումներ անեն։ Իրանց դեպքում ինքը ինվեզիվ է, ինվեզիվ նշանակում է բառացի ներխուժող, այսինքն որոշակիորեն կենսաբանական համակարգը վնասում է, որ նկարի։ Ոնց որ օրինակի համար նեյրոլինքն է, էլեկտրոդներով փորձում անել, ինչքան էլ փորձես բարակ էլեկտրոդներ անել կամ օպտիկական ֆայբերներ անել, որոշ չափով վնասելու է, ու ինքը կոչվում է ինվեզիվ։ Այլ ուղղություններ էլ կան ուղեղի նկարահանման, որ փորձում են ոչ ներխուժող ձևով անել նկարահանումը, այդ իրենից ենթադրում է, որ լազերի փունջը պետքա կարողանաս հատուկ այնպես ձևավորել, որ ինքը ներթափանցի ուղեղի մեջ հնարավորինս խորքեր, այսինքն
ֆոտոն առ ֆոտոն պետքա կարողանաս այնպես ծրագրավորես իրենց հատկությունները, լույսը տարբեր հատկություններ ունի, չէ՞, փուլը, ամպլիտուդը, ալիքի երկարությունը եւ այլն։ Պետքա կարողանաս այնպես ծրագրավորել, այսինքն սկզբում քո ունեցած ալիքը լույսի այնպես իրեն մոդուլացնես, որ ինքը շատ խոր կգնա։ Իսկ եթե շատ խոր կգնա, վերջում այնտեղից անդրադառնալու է, ու այնտեղից արդեն ինֆորմացիա կկարողանաս ստանաս։ Էդ էլ մեկ այլ ուղղությունն է, ոչ ինվեզիվ ուղղությունն է, որը իհարկե չի կարող մրցել իր ներթափանցման խորության առումով ինվեզիվ մեթոդի հետ, որովհետև այնտեղ շատ հեշտ կարող են սանտիմետրներ խորություն գնալ, իսկ այս դեպքում մի քանի 100 միկրոմետր, եթե կարողանան գնան, այսինքն կես միլիմետր, մաքսիմում 1 միլիմետր, այդ արդեն շատ մեծ բան է, որ կարողանան նեյրոնների լուծողականությամբ կարողանան պատկերել ուղեղի աշխատանքը մի քանի 100 միկրոմետր խորությամբ, այդ արդեն շատ մեծ բան է համարվում։ Այդ կարևոր է նշել ինչ լուծողականությամբ, որովհետև ալիքի երկարությունից կախված ինքը լույսը կարող է շատ ավելի խորը ներթափանցել ուղեղի մեջ, բայց երբ որ ալիքի երկարությունը մեծացնում ես, ինքը չնայած շատ խորն է ներթափանցում, բայց ինքը նեյրոնը չի զգում, որովհետև ինքը մեծ է ալիքի երկարությունը, ինքը նեյրոնից շատ ավելի մեծ է ու նեյրոնների աշխատանքը չի զգում, ինքը ավելի մեծ կառուցվածք է տեսնում ուղեղի մեջ։ Իսկ երբ որ ալիքի երկարությունը փոքրացնում ես, այդ դեպքում էլ շատ ցրվում է լույսը ու չի կարողանում խոր կգնալ։ Այսինքն այդ միմյանց կոմպենսացնող այդ երկու երևույթը կա, որ եթե ուզում ես մեծ լուծողականություն ապահովել, ավտոմատ այնպես է ստացվում, որ լույսը ավելի շատ է ցրվում, ուրեմն այլ մեթոդներ պետք է գտնես, որ կարողանաս լույսը ավելի խոր ներթափանցել։ Հետաքրքրություն է շատ, ես այստեղ մի փոքր շեղվելով թեմայից, դուք նշեցիք, որ հեռավար լաբորատորիաներ կան, որտեղ համագործակցում եք արտերկրի գործընկեր գիտնականների հետ եւ իրականացնում եք հետազոտություններ։ Այս մասով մեր երկրում որպես այդպեսին, քանի որ արտահանման վերահսկողությունը որոշակիորեն զարգացման, նոր մարտահրավերներ է բերում նաեւ գիտության ոլորտում։ Ինձ հետաքրքիր է օրինակ, ինչպիսի մեխանիզմներ եք ստեղծում անվտանգային, որպեսզի ձեր ստեղծած պրոդուկտը, ձեր ստեղծած ոչ նյութական արժեքը չհայտնվի մեկ այլ այնպիսի գիտնականի ձեռքերում, որը ոչ վստահելի է եւ հնարավոր է այն գողացվի եւ յուրացվի, այսպես մի հետաքրքիր մի հարցադրում։ Գիտնականների մոտ միշտ կա այդ մրցակցությունը, այսինքն կախված ինչ ոլորտի հետազոտություն է անում։ Հատկապես որ խոսքը վերաբերում է զարգացող տեխնոլոգիաներին։ Կախված ինչ ոլորտի հետազոտություն է անում, արդեն լավ պատկերացնելով այդ ոլորտը, այդտեղ վերջին հոդվածները, իմանալով խմբերին ովքեր են այդ ուղղությամբ աշխատում, հաճախ շատ զգուշ ես լինում, մինչև տպագրություն անելը։ Այսինքն քո անվտանգությունը հիմնական աշխատանքը տպագրված ունենալն է։ Երբ որ տպագրեցիր, արդեն ֆիքսվում է ժամանակը, ամսագիրը, անունները, ովքեր են այդ արդյունքը ստեղծել։ Իսկ մինչև այդ կախված հետազոտական ուղղությունից միգուցե պետք կարիք է լինում ավելի զգույշ լինել, կոնֆերանսներին չներկայացնել ամենավերջի արդյունքները, բայց հանուն արդարության ասեմ, այդպես շատ հաճախ չի լինում, որովհետև հիմա գիտությունը այնքան բազմաճյուղ է դարել, հատկապես հիմա բոլոր բաները, գիտական ուղղությունները սկսել են միմյանց հետ արդեն աշխատել, մուլտիդիսցիպլինար ուղղություններն են առաջացել, այսինքն այնքան շատ է ճյուղավորվել, որ գիտություն առանց սահմանների, ավելի հաճախ այնպես է ստացվում, որ շատ մեծ մրցակցություն չի լինում այն նեղ ճյուղի մեջ, որի վրա դու աշխատում ես։ Ինչքան էլ ինքը կարող է լինի շատ լավ ճյուղ, դու կարող ես Nature-ում կամ Science-ում տպագրես, բայց ամեն դեպքում միշտ չի, որ այդպիսի հենց այդպիսի հետազոտության մեջ ես լինում, ռիսկեր կան։ Իմ մոտ օրինակ ստացվել է, որ ես որ PhD էի անում, իմ ղեկավարի հետ պրոյեկտի վրա ենք աշխատում ու հոդվածները տպելիս այսպիսի բան կա, որ ուղարկում են review-ի, այսինքն ուղարկում են մեկ այլ գիտնականի, տվյալ ամսագիր ուղարկում է մեկ այլ գիտնականի կամ գիտնականների, որպեսզի այդ հոդվածը կարդան ու տեսնեն, արժի տպագրել կամ խորհուրդներ տալ կամ դիտողություններ տան եւ այլ։ Ու իմ ղեկավարին մենք արդեն հետազոտ պրոյեկտը անում էինք, էքսպերիմենտը ավարտելու վրա էինք ու իմ ղեկավարին ուղարկեցին հոդված, որը որ շատ մոտիկ մեր թեման էր։ Իմ ղեկավարը ասաց, որ այստեղ ոնց որ conflict of interest կա, այսինքն չեմ կարող ես
review անեմ, այսինքն այդ մասով իրան արդարպես, բայց ասես մենք ունենք, չգիտեմ, 10-15 օր, որտեղ այդ հոդվածը կտպագրվի։ Հետո ունեն ստացվեց, որ մենք արագացրեցինք, հոդվածը ուղարկեցինք, որ գոնե ուղարկում ես, էլ այդ խնդիրը չի լինում, ու պարզվեց մեկ այլ խումբ էլ կար, այսինքն զուգահեռ 3 հոդված տպագրվեց հենց այդ նույն թեմայով։ Ու բոլոր 3-ն էլ նշեցին, որ տպագրության ընթացքում են ծանոթացել մյուս 2 հոդվածներին։ Այդտենց մեկ-մեկ ստացվում է, բայց շատ հաճախ այդ չի լինում, էլի, այդ ավելի հազվադեպ դեպք է։ Հետաքրքիր է, բայց ամեն դեպքում կարևոր է անվտանգությունը գիտնականի, որովհետև գիտնականը ներկայացնում է տվյալ երկրի առաջնահերթությունները, շահերը եւ անվտանգային ռիսկերը գնահատելը չափազանց կարևոր է ձեր աշխատանքում։ Հատկապես եթե այնպիսի ուղղություններով է աշխատում, որ կիրառական այլ կարևորություններ ունեն, էլ ավելի կարող է կարևոր լինել իր անվտանգությունը, իր ստեղծած գիտական արդյունքի։ Ի թիվս այլ ոլորտների օպտիկական տեխնոլոգիաները կիրառվում են նաև ռազմարդյունաբերության մեջ։ Օրինակ, ֆոտոնիկ չիպերը ինչպես կարող են փոխել հաշվարկային համակարգերը կամ հեռահաղորդակցման համակարգերը հենց ռազմական ոլորտում ավելի շուտ։ Ճիշտն ասած, իմ համար շատ բարդ հարց եք տալիս, որովհետև ռազմարդյունաբերությունը շատ բարդ ճյուղ է, ու որպեսզի այդպիսի հարցերին ճիշտ կարողանաս պատասխանես, պետք է բոլոր ուղղություններից նայես հարցին ու պատասխանես։ Շատ հաճախ լինում է գիտնականները այսպես իրենց նեղ ուղղությամբ ասում են, էս կարող եմ ստեղծել, էս եմ ստեղծել կամ էս են կարել, բայց իրական գործնականում կիրառության խնդիր է առաջանում, շատ խնդիրների է բախվում։ Մեծ հաշվով բոլոր նորագույն տեխնոլոգիաները, որոնք այս պահին էլ կիրառվում են ռազմարդյունաբերության մեջ, շատ բաներ բաց են, տեղյակ ենք, չէ՞։ Այդ անոթ սարքերը ինչ մեծ ազդեցություն են գործում հիմա ռազմական գործողություններում, իրանք արդեն ներառում են բազմաթիվ ուղղություններով նորագույն տեխնոլոգիաներ, եւ լազերներ, եւ տեսախցիկներ, եւ կառավարման նորագույն տեխնոլոգիաներ, համակարգչային նաեւ ալգորիթմներ, իրանք կառավարման, ավտոմատ կառավարման, արհեստական բանականության տարեր ունեն, որպեսզի իրանք ինքնակառավարվեն եւ այլն եւ այլն։ Այդ ուղղությամբ միանշանակ օպտիկան արդեն կիրառվում է, լազերները արդեն կիրառվում են ու հետագայում միանշանակ կշարունակի կիրառվել։ Անդրադառնալով ձեր կենտրոնում իրականացվող հետազոտություններին եւ ծրագրերին, թվարկեք մյուս գիտնականների կատարած։ Երկու ծրագիր ասացի, երրորդը Գրիգորյան Վարամի ծրագիրն է, էլի ըստ ժամանակագրության, որի թեման լույսի լայնաշերտ մոդուլացիան է։ Այդտեղ երևի մենակ լույսն է ծանոթ, ինչ մոդուլացիան ու լայնաշերտը ինչա նշանակում։ Լայնաշերտ նշանակում է, որ տվյալ լույսի հատկությունները դու փոխում ես միաժամանակ բոլոր ալիքների համար կամ շատ մեծ ալիքների երկարությունների համար, իսկ ալիքի երկարությունը կարող ենք պատկերացնել գույնը, այսինքն միանգամից կարողանում ես լույսի հատկությունները փոխել տարբեր գույների համար։ Մոդուլացիան ինքը հենց փոփոխումն է ինչ-որ հատկությունների։ Օրինակ տարածական մոդուլացիա կա, որի վրա հենց իրանք աշխատում են։ Երբ որ ձեզ հայտնի բաները, պրոյեկտորները, որ պատկերը պատի վրա պրոյեկտում են, պրեզենտացիաների եւ այլն բաների համար, իրանք լույսի մոդուլացիա են ապահովում։ Ամպլիտուդը, ինտենսիվությունը մոդուլացումը ինչ որ պատկեր եք ստանում, այդ մի հատկությունը տարբեր հատկություններ կարող ես լույսի մոդուլացնել, փուլը, ամպլիտուդը, ալիքի երկարությունը եւ այլն։ Ու երբ որ կարողանում ես օրինակ փուլը լույսի մոդուլացնես լայնաշերտ հատկությունով, այդ նշանակում որ եւս մեկ ազատության աշճան է առաջանում, որով դու կարող ես շատ ավելի ինֆորմացիա մոդուլացնել լույսի միջոցով, տարբեր տեխնոլոգիաներում այդ կարող է կիրառություն ունենալ։ Օրինակ տեղեկատվական ոլորտում կամ հեռահաղորդակցության ոլորտում շատ դեպքերում օպտիկական մանրաթելեր են օգտագործվում ինֆորմացիայի տեղափոխման համար, ինտերնետի եւ այլն, չէ՞։ Այդտեղ լույսը մոդուլացվում է իր մեջ, որպեսզի, այսինքն ինֆորմացիան որոշակի ձևով գրվում է լույսի մեջ, որ մի կետից մյուս կետը տեղափոխվի։
ու եթե դու կարողանաս նույն սարքով նաև մոդուլացնես տարբեր գույնի լույսեր, տարբեր ալիքի երկարության լույսեր, միաժամանակ այդ նույն մարաթելով կարող ես տեղափոխել շատ ավելի շատ ինֆորմացիա։ Այսինքն ինքը կդառնա, այսպես ասած, scalable, ավելի մասշտաբայնացվող կլինի, թողունակությունը այդ փոխանցման կմեծացնես։ Այդ մի կիրառություններից մեկն է, բայց մենք որպես գիտնականներ հետաքրքրում է ստեղծենք նոր օպտիկական նյութեր, նոր օպտիկական սարքեր, որ մենք էքսպերիմենտալ փորձով ցույց կտանք, որ իրանք կարողանում են լույսի լայն տիրույթներում ալիք երկարությամբ իրականացնել մոդուլյացիան։ Այդ երրորդ ուղղությունն էր, չորրորդ ուղղությունը Տատյանա Օրլովան Սանկտ Պետերբուրգից տեղափոխվեց Երևան ու սկսեց ինտեգրման ծրագիրը, այսպես ասված։ Ինտեգրման ծրագիրը ինքը հեռավոր լաբորատորիաների ծրագրից մի փոքր տարբերվում է նրանով, որ ինքը հենց արտասահմանյան գիտնականը ինքն է գալիս Հայաստան ու ստեղծում է իր խումբը։ Ինքը մոտ 5 տարի Սանկտ Պետերբուրգի համալսարանում հեղուկ բյուրեղների լաբորատորիայի ղեկավարն էր ու շատ ուրախ եմ, որ որոշեց տեղափոխվել այստեղ, ինքը բավականին վստահ եմ շատ մեծ ներդրում կունենա մեր կենտրոնի հետազոտական արդյունքների մեջ, իր ուղղությունը ներառում է հեղուկ բյուրեղները եւ նորից իմ նշած երկֆոտոն պոլիմերիզացիան, բայց հեղուկ բյուրեղները շատ մեծ դեր են կատարում իր ուղղության մեջ, ինքը օգտագործելու է ոչ միայն լույսի տպագրության հատկությունները, այլ նաև օգտագործելու է հեղուկ բյուրեղների sense շատ ֆանտաստիկ հատկություններից մեկը, որ իրանք կարողանում են տարբեր բարդ կառուցվածքներ ստեղծել ինքնակազմակերպման միջոցով։ Կետ առ կետ, եթե ուզում ես ինչ-որ բան տպագրես, պատկերացրեք, այդտեղ էլի խնդիր է գալի լուծողականության, այդ կետը իր չափեր ունի եւ այլն, ինքը ոնց որ արհեստական միջամտություն է, որ այդ կառուցվածքը պետք է ստանաս, բայց բնության մեջ կան բաներ, որոնք ինքնակազմակերպվում են, ինչ որ կառուցվածքներ ստեղծվում են ու այդ կառուցվածքների ճշտությունը արդեն մոլեկուլի մակարդակի է։ Այդ նանոմետրեր կամ 10 անգամ ավելի քիչ նանոմետրից անգստրեմի մակարդակ է։ Ու եթե դու կարող ես օգտվել բնության այդ հատկություններից ինքնակազմակերպման ու դրան գումարել արդեն քո գործիքները օպտիկական տպագրության, շատ ավելի մեծ լուծողականությամբ բարդ կառուցվածքներ կարաս ստանաս։ Եվ վերջի ուղղությունն էլ, որը որ մի քանի օր առաջ Սերգեյ Շվեցովն է ստացել, էլի ինտեգրման ծրագիրն է, ինքը արդեն 2 տարի Երևանում մեր լաբորատորիայում աշխատում էր ու արդեն դիմեց ինտեգրման ծրագրին, իր ուղղությունն էլ էլի հեղուկ բյուրեղների հետ կապված է, մի քիչ ավելի շատ ֆունդամենտալ ուղղություն է հեղուկ բյուրեղների, այսպես բացատրեմ, հեղուկ բյուրեղները նախ բոլորին շատ հայտնի կլինեն LCD էկրանները, չէ՞։ Ինչի համար է LCD կոչվում, որտեղ liquid crystal display է, նույն հեղուկ բյուրեղական էկրանների մասն է խոսքը։ Այդ տեսակի հեղուկ բյուրեղները համարյա բոլորը իրանք մի տեսակի հատկություն ունեն, որ բաղկացած են այսպես երկայնաձև մոլեկուլներից, որոնց ուղղությունը կառավարելով կարողանում ես կառավարել անցնող լույսի ինտենսիվությունը, գույնը եւ այլն։ Ու այդպես ստեղծվում են օրինակ LCD էկրանները։ Հիմա այս վերջի մի քանի տարին հատուկ շատ հետաքրքիր հեղուկ բյուրեղներ են հայտնագործվել, որոնք բաղկացած են այդպես ձգվող մոլեկուլներից, բայց իրանք սիմետրիկ չեն, այսինքն այդ մոլեկուլը 180 աստիճան եթե թեքվի, լրիվ ուրիշ հատկություններ է համակարգ ունենում։ Մինչև հիմա տենց չէր, այսինքն մինչև հիմա պատկերացրեք վեկտորը ունի երկու ուղղություններ սիմետրիկ է, հիմա արդեն մի ուղղությամբ է։ Ու ինքը հենց այդ տեսակի հեղուկ բյուրեղներով է որոշել զբաղվի, իր արտասահմանյան գործընկերը Ճապոնիայից շատ հայտնի պրոֆեսոր, ով այդ հեղուկ բյուրեղների ոլորտում, այդ տեսակի հեղուկ բյուրեղների ոլորտում արդեն մեծ ներդրում ունի ու իր հետ է աշխատելու։
դրանք եւ կիրառական եւ ֆունդամենտալ առումներով դեռ շատ հետազոտությունների ու արդյունքների կարիք են ունենալու, որ որոշակիորեն հասունանա այդ ոլորտը ու հասկանանք դեռ ոնց է շարժվելու, որտեղ ինքը լրիվ նոր ուղղություն է։ Եվ ընդհանուր առմամբ ինչպիսի մարտահրավերների եք բախվում ձեր ամենօրյա աշխատանքում, լաբորատորիաներում ինչպիսի խնդիրներ կան։ Միգուցե սկզբում ավելի շատ էր մարտահրավերները, կամ ես եմ արդեն սովորել, դրա համար չեմ այդքան ոնց որ շատ զգում, չի կարող երևի հիմա ավելի քիչ լինել, որովհետև խումբը, լաբորատորիան, կենտրոնը շատ ավելի մեծ է, բայց երևի ես եմ ավելի սովորել։ Հիմա շատ ավելի սովորական է դառել։ Գիտականի մասին չեմ խոսում, որովհետև գիտական մարտահրավերները դա մի բան էլ ավելի հաճելի է, երբ որ բարդ խնդիրների ես հանդիպում, խնդիրը պատկերացնում ես, իր բարդությունը պատկերացնում ես, փորձում ես լուծել։ Իսկ ավելի շատ ոնց որ ոչ ցանկալի մարտահրավերները դրանք տեխնիկական, բյուրոկրատիկ կամ այլ այտենց սպոնտան, անկանխատեսելի խնդիրներն են, որոնք դանդաղեցնում են ինչ-որ process-ը։ Կարող են դժվարացնել ձեր աշխատանքը։ Անգամ գիտության մեջ, որ կարող է այնպես ստացվի, ինչ որ մի հատ փոքր սխալի պատճառով մի բան վնասես ու 2 ամիս կանգնի պրոյեկտը, որտեղ այդ սարքը պետքա հետ ուղարկես վերանորոգման։ Այդպես, բայց դրանք բոլորն էլ որոշ առումներով կառավարելի են։ Այսինքն, այս բանը չեմ կարող հիշել, այտենց մեծ մարտահրավեր, որի պատճառով այտենց կանգնած լինեք լուրջ խնդրի։ Հա, ոնց որ լուծում չկարողանամ գտնել, ինչպես այդ մարտահրավերը կառավարել։ Եթե ամփոփելու լինենք Հայաստանը ներկայումս օպտիկայի, ֆոտոնիկայի ուղղությամբ ինչպիսի մակարդակում է գտնվում զարգացման։ Ճիշտն ասած, ես օրինակ մեր կենտրոնի տեսանկյունից մենակ կասեմ, ես PhD-ն Բորդոյում եմ արել, հետո պոստդոկը Փարիզում եմ արել ու հիմա արդեն կարող եմ ասել, որ տեխնիկական առումով, լաբորատորիայի առումով լրիվ համատելի վիճակում են գտնվում։ Գիտնականների, երիտասարդների եւ այլն այդ առումով էլ արդեն կարծում եմ որոշակի ժամանակ հետո կարողանանք մրցակցել միջազգային լաբորատորիաների հետ։ Մեր տպագրած հրատարակությունների եւ այլն։ Հաջողություն եմ մաղթում ձեր գործերին։ Շնորհակալ եմ արժեքավոր եւ հետաքրքիր զրույցի համար։ Մի փոքր բառ, բայց մնայուն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։